Մենք ձկան արտադրություն ունենք Հայաստանում։ Կներկայանա կանոնը։ Ասեցի արդեն, Դուք ուզում եք հանդիպել Պապոյանին, թե փոխվարչապետին, որովհետև կարծես էկոնոմիկայի նախարարը ընդունելի է։ Դե ուրեմն էկոնոմիկայի հանդիպեցի։ Էլի հանդիպել եք, չէ՞։ Ես չէ դեռ։ Հիմա ձեր ձկնաբուծան ինչ վիճակում է, շարունակում եք կերակրել ձկներին, թե որը։ Չէ, դե ձկներին կերակրում ենք, բայց արտադրությունը փակ չի աշխատում, չի գործում։ Իսկ որ երկիր եք գնացել եք արտահանման։ Չէ, ես ընդհանուր կապ ունեմ պրոստը ձկնամթերքի հետ, որոշ պատկերացում ունեմ շուկայի հետ կապված։ Երևանում եմ արդեն մի 20 օր այս հարցի շուրջ։ Ում հետ ինչ բանակցություններ եք վարում, ինչ հաջողություններ ունեք։ Հələ դեռ հաջողություններ չունենք։ Հիմա եթե անորոշ վիճակ է։ Հիմա կառավարությունից որ ասում են արդեն կարող եք ձկները հայկական ձկները տանել Եվրոպա։ Դες ինչ խոչընդոտներ կա, որ չեք կարողանում հաղթահարել։ Չէ, ինձ թվում է սկզբնական պետք է հաշվարկել էկոնոմիկան, որտեղ իմ կարծիքով մենք խնդիր կունենանք ինքնարժան մոտ 100%, մենք չենք կարող կոնկուրենցիա կազմել, որոշ շուկայում Եվրոպայում գտնվող արտադրությունների Նորվեգիան, Թուրքիան, Դանիան մեր ինքնարժեք ձկի մի քիչ ուրիշական։ Դրա հետ կապված մենք խնդիր ունենք։ Մեր շուկան հիմնականում զարգացավ 14 թվականից հետո ձկնաբուծություն են ընթացել եւ նորվեգական ձկնամթերքը փակված է Ռուսաստան։ Այս սանկցիաների կապված Ռուսաստան սկսեց չկա։ Մեր շուկան ստեղ ձկնաբուծությունը բավականին լավ ստացավ։ Ռուսաստան արտահանելու հետ կապված։ Ինձ թվում է առաջին ճանապարհի խնդիր ունենք։ Մենք ունենք տրանսպորտ մեքենաներ, տրանսպորտը կապված Հիմիկվատրության չեմ մանում, բայց ժամանակ եղել է մի տարի կես առաջ մենք շատ վարդություններ եղավ Թուրքիայով դուսկորել։ Հիմա կարծես կառավարությունը խոստանում է, որ այս խնդիրները կլուծվի։ Կարող է չեմ կարող ինֆորմացիա չունեմ, չեմ կարող հերկեմ բանանեմ, եթե ասում եք կարող է ինչ-որ աշխատանք կատարվել։ Դուք պատրաստ եք թեկուզ փոքր խմբականակով փորձել դեպի Եվրոպա արտահանում անել, հատկապես եթե կառավարությունը ուզում են որ կաջակցեն։ Փոքր քանակով ասենք հիմիկվատրությամբ մարդկանց մոտ 1000 տոննա չի, 2000 տոննա չի, քանակը բավականին մեծ է ջրի մեջ ձուկը եւ այդ փոքր քանակը ինչքան կօգնի կամ հարց կլուծի, եթե երկրորդ հարցն է։ Ասենք մոտ իմ ինֆորմացիայի տարեկան մեր մոտ դուրս է եկել 10-ից 15000 տոննա ձուկ։ Այդ քանակը կարողանանք մենք սպառենք Եվրոպայում կամ փոքր քանակ տանելով չեմ մտածում որ հարց կողքան հատկաց հետ կապված, ժողովրդի հետ կապված։ Հիմա ձեր պահանջը ո՞րն է, որ հանդիպեք փոխվարչապետին կամ նախարարին չեք ասելու։ Հանդիպենք հասկանանք մեր ապագան ինչ ալու։ Հիմա կասեն չի լինում, մենք մտածենք ինչ անել։ Ասենք կոնկրետ հասկանալա պետք ինչ է իրավիճակը, ինչ է մեզ սպասում։ Մենք մարդիկ կան բոլորը որ կարելի ասել, չեմ ուզում բոլորով ասել, բավական մարդիկ կան, որ բանկերում հարցեր ունեն, լիզինգներ ունեն, վարկերում աշխատողներ ունեն, ասենք երկրորդ ամիսն է, աշխատողներին հələ ոնց ասեմ, չէ՞ ուզում աշխատանքից ազատես, ասես մարդը երկարվաղտա մոտդ աշխատել է, բայց ասենք երկրորդ ամիսը պատտվեց արի։ Վերջի արտահանումը եղել է մայիսի վերջ իշքանիշ։ Բայց ձկների վիճակը ինչ է լինում, կերակրում եք, ում մոտ ինչ հնարավորություն ունի, ում մոտ ինչ խտություն է լողավազաններում, ում մոտ կերկաթը չկա, մարդկա պրոստ թողել են ջրի մեջ ածուկը, չեն կարում հանեն, որտեղ վաճառ չկա, սպառում չկա։ Այսինքն նաև վարկերի ժամանակով սառեցման աջակցություն եք կապում։ Մենք կոնկրետ մենք դիմեցինք բանկին, խնդրեցինք արձակուրդ 6 ամսով, կարծեմ այսօր նիստը պիտի լինի, ինչ կորոշեն երկու իմանանք երևի։ Որ բանկն է։ Ակբանկ։ Դուք մի քանի ձկնաբույսներ, թե միայն դուք։ Չէ, ես կոնկրետ մեր ձկնաբույսարանով։
մենք դիմեցինք կոնկրետ մնացածին ես չեմ կարող ասել, ես ասեցի, որ կարող են դիմել, երևի բանկը առաջ գնա հասկանալով ինչի։ Եթե գաղտնի ինչ թվի մասին ախոսքը, որ չեք կարողանում մամուծել։ Միլիոններ, մի քանի 100,000-ներ։ Միլիոններ, մի քանի 100,000։ Եթե դրամով խոսում ենք։ Դա երկու ամսում կապված վարկ է կապված։ Չէ, մենք վճարել ենք, մենք վերջինն է վճարեցինք, բայց օգոստոս ամսից կտրեցինք մեզ արտադրություն։ Դա այն վարկն է, որով տնտեսությունը հիմնել է։ Տնտեսությունը չէ, դա արտադրությունն է, վերամշակման արտադրություն։